Վաշինգտոն-Կիև բանակցություններից հետո աշխարհի ուշադրությունն այժմ սևեռված է Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների վրա։ Այնինչ նահանգները պահանջում էր Ուկրաինայից գրեթե ստացել է։ Այժմ, ինչպես ամերիկյան կողմն է պնդում, գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Ուկրաինայի հարցում հրադադարի ու խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու համար Վաշինգտոնը Մոսկվայի հանդեպ կիրառելու է և մտրակի, և կարկանդակի մեթոդը։ Ամեն ինչ կախված է ռուսական կողմի դիրքորոշումից։ Կարող ենք ճնշում գործադրել, բայց հուսով եմ դրա անհրաժեշտությունը չի լինի, ասել է Թրամփը։ Կան քայլեր, որոնց կարող ենք դիմել, բայց այնքան էլ հաճելի չի լինի կիրառել։ Ես կարող եմ ֆինանսական ոլորտում գործողությունների դիմել, որոնք կարող են շատ վատ կործանարար լինել Ռուսաստանի համար, բայց ես չեմ ցանկանում, որովհետև խաղաղություն եմ ուզում։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով իրադարձությունները շատ հետաքրքիր են զարգանում, քանի որ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահը չէր ցանկանում խաղաղություն, մինչդեռ այսօր նա ընդունել է առաջարկը։ Թրամփը նշել է, որ Սաուդյան Արաբիայում հիանալի հաջողություն են գրանցել։ Այժմ Մոսկվայից է կախված, թե երբ կմեկնարկի 30-օրյա հրադադարը։ Կրեմլի հավանությունը ստանալու համար Թրամփն իր բարձրաստիճան պաշտոնյաներին գործուղում է Մոսկվա։ Մեր զրույցի ընթացքում իմ մարդիկ մեկնում են Ռուսաստան։ Հուսամ հրադադար հաստատելու հարցում մենք կստանանք Ռուսաստանի հավանությունը, մենք կկարողանանք այս սարսափելի և արյունալի պատերազմը դադարեցնելու հարցի 80%-ը հաղթահարած լինել։ Սպիտակ տան ղեկավարը նոր մանրամասներ է հաղորդել ուկրաինացիների հետ բանակցություններից։ Հանդիպմանը հրադադարի հաստատումից բացի քննարկվել են նաև տարածքային ու դրա հետ կապված այլ հարցեր։ Մենք գիտենք ինչ տարածքների մասին ենք խոսում։ Մանրամասներ ենք քննարկել, թե ինչից պետք է հրաժարվել, որովհետև չենք ցանկանում ժամանակ վատնել։ Առանց ժամանակ կորցնելու Վաշինգտոնը գործի է անցել։ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցում փորձել է վերջ տալ այս հակամարտությանը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Միաժամանակ Սպիտակ տնից հայտնում են, որ նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ ուղևորվել է Մոսկվա։ Նա պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիրը։ Մինչ ամերիկացիներն ուղևորվում են Մոսկվա, Պուտինը մեկնել է Կուրսկի շրջան։ Հրամանատարական կետերից մեկում Կրեմլի ղեկավարը հրահանգել է ամբողջությամբ ազատագրել Կուրսկի մարզը։ Մեր խնդիրն է Կուրսկի մարզն ներխուժած հակառակորդին կարճ ժամկետում վերջնականապես ջախջախել, ամբողջովին ազատագրել Կուրսկի մարզը, պետական սահմանի ամբողջ երկայնքով վերականգնել դրությունը և իհարկե անհրաժեշտ է մտածել անվտանգության գոտի ստեղծելու մասին։ Կուրսկի շրջանում Ռուսաստանի դեմ հանդես եկողներն ահաբեկիչներ են, իսկ գերիներին պետք է մարդասիրաբար վերաբերվել, ասել է Պուտինը։ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը Պուտինին ներկայացրել է իրավիճակը ճակատում և Կիևի ձախողված ծրագրերը։ Կիևի ռեժիմը նպատակ է ունեցել Կուրսկի շրջանում, այսպես ասած, ռազմավարական պլացդարմ կառուցել, որն այնուհետև պետք է օգտագործեր որպես սակարկման թեմա Ռուսաստանի հետ հավանական բանակցությունների համար, սակայն նրանց ծրագրերը ամբողջությամբ ձախողվել են։ Շտաբի պետի զեկույցի համաձայն ռուսական զորքերը Կուրսկի սահմանային գոտում ոչ միայն ազատագրել են ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք, այլև Ուկրաինայի զինված ուժերին հասցրել 67 000 մարդկային կորուստ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։